Ինչ վերաբերվում է 3 ապարանի իրավիճակին, ես ասեմ, որ ի սկզբանե ինձ հետ հուզել է եւ ասեմ նաեւ, որ այն դպրոցները, որի հետ կապված խնդիր կա, դիմում են գրել աշխատանքից ազատման, բայց նաեւ որպեսզի չստացվի, որ մենք պահի տակ, էմոցիայի տակ ինչ-որ հանկարծ որևէ մեկի նկատմամբ անարդար վարենք, որովհետեւ տարբեր մեկնաբանություններ եղան, տարբեր բարձրաբանումներ, մենք հիմա ծառայական քննություն կիրականացնենք եւ այնտեղ որտեղ բարձի, որ ապօրինի հրահանգ ա եղել, միանշանակ ազատենք։ Այս վերջերս ընդհանրապես ես ասեմ, որ այս վերջերս դիտորդների հետ մի զրույց եմ ունեցել, ինձ հարց տվին ասին 8 տարիա վարչապետ եք, ոնց եք խուսափելու վարչական ռեսուրս օգտագործելու մեղադրանքից, եւ ես իրենց ասացի կհավատաք, ես ատում եմ վարչական ռեսուրսը եւ դա ճշմարտություն է, որովհետեւ այդ թվում այնտեղ որտեղ կա նմանատիպ երևույթ, դա ինձ հնարավորություն չի տալիս քաղաքացիների հետ ավելի անմիջական շփվել եւ զգալ քաղաքացիների էմոցիաները։ Ես այսօր քաղաքացիների հետ մարդիկ իրենց տներից իջնում են եւ խոսակցություններ են տեղի ունենում, որոնք ինձ այնքան հուզում են, որ ես նույնիսկ ելույթի ժամանակ չեմ կարողանում հուզմունքս զսպել։ Այսինքն մեր ինչին է պետք վարչական ռեսուրսը։ Եվ էլի ասել եմ եւ ասում եմ, ովքեր վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց կմղեն գալ մեր կամ որևէ այլ հավաքի, դա չի կարող մնալ առանց հետևանք։ Ովքեր վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց կանխարգել են, երկուսն էլ ապօրինի, գալ մեր հավաքի, էլի չի մնա առանց հետևանքի։ Դա միանշանակ ուղղակի ճիշտ ապարանի միջադեպով են դպրոցի տնօրենները ազատվել աշխատանքից։ Չեն ազատվել, դիմում են գրել։ Ես ասել եմ, թող դիմում գրեն եւ գրել են։ Եթե չեմ սխալվում, 4 դպրոցի տնօրեն, ով որ ներկա է, որտեղից աշակերտ է ներկա եղել ընդհանրապես, ասել եմ բարձել, չեմ կարող անգիր հիշել։ Ինձ ասել են, որ 4 դպրոցից է, բարձել եմ այն մարմինները, որ կարող են ճշտել, որ դպրոցի երեխեքը եւ ուսուցիչներն են, եւ որը բարձվել է, ասել են, որ դիմում գրեն, բայց այդ դիմումները չեն մակագրվի, այսինքն չեն ազատվի իրանք դե յուրե աշխատանքից, որովհետեւ պահի տակ կարող է հիմա այսօր էլ երեխեք կային, աստին դասից փախել են։ Հիմա հասկանում ենք, չէ, որ ես էլ իրանց հորդորները բոլորը ասում են, որ դասը շուտ են ավարտել, ազատություն, երկխոսությունը վերապրել։ Ես էլ եմ ասում։ Իրադրություն արձանագրված է, բայց որպեսզի չստացվի, որ մենք այսպես կամ սխալ տեղեկատվության կամ բուլինգի արդյունքում մարդկանց աշխատանքից ազատում, հիմա իրանք շնորհակալ են, իրանք դիմում են գրել, համարել են, որ ինչ-որ խնդիր կա։ Հիմա այդ դիմումների մասով կլինեն ծառայական քննություն։ Այնտեղ որտեղ կհիմնավորվի, որ տեղի է ունեցել ապօրինի բան, ընդ որում մենք դա կանենք թափանցիկ, որ հետո չստացվի, որ ինչ-որ բան փորձեցինք ծածկել փակել։ Նախ ես ասեմ հետևյալը, նախ մենք ոչ միայն չենք հրահանգ տվել, որպեսզի այդպիսի բաներ լինեն, այլև խստորեն հրահանգել ենք բացառել նման երևույթներ։ Իսկ ես հրապարակային բաց եւ թափանցիկ եմ ասել, ոստեղ եզրը այնա, որ մարդիկ որոշակի պայմաններում իրավունք չունեն այդ process-ին մասնակցել, բայց նաև մարդկանց չեն կարող մենք այն հատվածներում, որտեղ իրենք եւ իրավունք ունեն եւ ցանկություն ունեն, հիմա չստացվի, որ հակառակ կառավարությունը ասում է, վայ, մեզ հանկարծ չաջակցեք, էս էլ է, այսինքն մեզ նաև կարա պրովոկացիան մեզ այդ դաշտ մղեն։ Ես գիծը դնում եմ օրենքի, օրինակ, ուսուցիչը իրավունք ունի քաղաքական ակցիայի, միանշանակ իրավունք ունի, բայց հարցը այն է, հենց դա վարչական ռեսուրսի կիրառման բա, թե կամ օրինականության շրջանակներում, թե ապօրինի։ Այնտեղ որտեղ օրենքը չի խախտվել, մարդիկ իրավունք ունեն մասնակցել ցանկացած հավաքի, ինչ հավաքի, որ իրանք ուզում են մասնակցել։ Իսկ այնտեղ որտեղ օրենքը խախտվել է, կլինի հետևանք։ Հիմա ես բարդ թափանցիկ ասում եմ, մենք կոնկրետ տնօրենները դիմում ենք գրել, բայց մենք այդ դիմումները չենք մակագրի, այսինքն իրենք չեն ազատվի աշխատանքից, մինչև այն պահը, երբ որ մենք կարձանագրենք ապօրինության փաստ։ Եթե չենք արձանագրի ապօրինության փաստ, այդ մարդիկ կշարունակեն աշխատել։ Եթե առանձին կարճ ասածում գործողություններում ապօրինության փաստ կարձանագրեն, դա կունենա հետևանք, որտեղ չի մի ապօրինության փաստ, բնականաբար հետևանք չի։